Ես երկար չմտածեցի, որովհետև որ կարդացի black tie dress code-ը, հասկացա, որ ուզում եմ հասարակ, բայց էլեգանտ ինչ-որ look։ Եվ այդպես բրենդային չի look-ս, ուղղակի որոշեցի տենց հասարակ, բայց էլեգանտ տեսք ունենամ, թաց make-up, այդպիսի բաներ։ Պիջակը Fendi է, տաբատը Zara, կոշիկները Jimmy Choo, մատանիս Cartier, Hublot ժամացույցս և իմ ընկերներից Արմենն էլ ծաղիկն է կպցրել Դոշից։ Ինչ է խորհրդանշում այդ ծաղիկը։ Ես սիրում եմ կալաներ և իմ համար ամենագեղեցիկ նուրբ բանն է ծաղիկների մեջ կալան, մանավանդ սևը, որը ինձ թվում է ավելի առնական է դարձնում։ Միշտ ամենտեղ գիտեք, կրում եմ Գաբաջան, իմ կյանքի ամենամիակ դիզայները, որը ասել եմ ու ասելու եմ։ Այդ շքեղությունը ամբողջությամբ այսօր ինքն է։ Ինչպես է ընդհանրապես գաղափարը եկել նման զգեստ պատրաստելու։ Գաղափարը լիբոյ արտիստին, այսինքն յուրաքանչյուր արտիստին հաշվի ենք առնում իր գործունեությունը, կառուցվածքը եւ երկար մտածելով ստեղծում ենք նոր հագուստներ։ Իմ լուքը, իմ զգեստը Մանուկ Ալեքսանյան, անցյալ տարի նույնպես Մանուկներ Ալեքսանյան, իսկ Նանուլինը Agnes Blow։ հեղինակը Ագնես Բլոուն է, շատ տաղանդավոր, իդեպ շատ շուտով իր հավաքածուի ցուցադրությունն է լինելու, այնպես որ կարող եք հետևել իր էջերին ու իմանալ։ Աննա Զարգարյանն է զգեստի հեղինակը, շատ արագ հասկացանք միմյանց եւ շատ sense միանգամից ծնվեց այդ գաղափարը, թե ինչ պետք է ես գրեմ այսօր եւ կյանքի կոչեցինք միասին։ Շատ սիրելի Արայիկ Գաբաջանն է։ Ինչ է ընդհանրապես ինչպես որոշեցիք տվյալ գույնի եւ ձևի զգեստի հետ։ Ես իրեն ասացի, որ ես լռելու եմ եւ դու քո ճաշակով կանես այն, ինչ որ դու տեսնում ես իմ վրա։ Դա իր ցանկությունն է, իր դիզայնն է։ Շատ շնորհակալ եմ գնահատականի համար։ Ես ընտրել եմ կանացի կերպարը, ընդգծելով նեղ իրան, լայն ուսեր, իմ սիրած ֆորմաները եւ հենց այդ ֆորմաների միջով անցնելով դիզայների հետ, Կիմլին, հայ դիզայներներից Կիմլինի հետ եմ աշխատել լուքի ստեղծման վրա, ստացել ենք իմ կերպարին համապատասխան կերպար։ Նաև ձեր վարսահարդարումն է շատ տարբերվող եւ գեղեցիկ։ Սա նոր տրենդ է։ Չէ, ես իրականում տրենդերին չեմ հետևում իմ կերպարները ստեղծելուց, ինձ թվում է երևում է, որ տրենդ չի, բայց գուցե այսպես հետո դառնա տրենդ։ Ընտրությունը կատարեց Մանուկ Ալեքսանյանը, ես էլ կուրորեն ենթարկվեցի նրան, պատրաստվելս տևել է մոտավոր 2.5 ժամ։ Պատկերացնում եք իմ կյանքից 2.5 ժամ։ Պատկերացնում եք ինչ դժվար է եղել, մենք արդեն զգում ենք։ Հա, որովհետև այդ առյուծի մազերը հավաքել ես փոքրիկ տարածքում մի տեսակ։ Ես քանի որ ես վերջերս մի 2 տարի է որ սկսել եմ սիգար ծխել, երևի թե սիգարը, եւ բնականաբար դե իմ տեսքս ապահովել է Դիանա Շատվերյանը դիզայներ, ես միշտ պրոպագանդել եմ մեր հայրենակիցների զգեստերը, Դիանա Շատվերյան կոշիկներս Սալի կոշիկներն են, միշտ հակել եմ մեր տեղական հայկական արտադրանքը։